Բարև ձեզ, պարոն նախագահ, ես Գոջաբաշյան Հովհաննեսն եմ, Հայկական համալսարանի 5-րդ հոսքի շրջանավարտ, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականություն և պետական կառավարում բաժնի ուսանող։ Պարոն Սարգսյան, պարոն Էլբակյանը ժամանակակից հայոց պատմության դասախոսությունների ժամանակ մեզ պատմել է, որ Ղարաբաղյան շարժման, Ղարաբաղ կոմիտեի և ՀՀՇ-ի շարքերում ի սկզբանե կար մի խմբավորում, որ բնույթով հակարցախցի էր։ Այդ շարքում կարկառուն դեմքերից էր Վանո Սիրադեղյանը, որպես մտավորական թևի ներկայացուցիչ Աշոտ Բլեյանը, որ 1992 թվականի սեպտեմբերին պատերազմի ամենածանր շրջաններից մեկում գնաց Բաքու և հայտարարեց, որ մենք պատրաստ ենք ամեն ինչ հանձնել։ Երբ նա վերադարձավ Հայաստան, Լևոն Տեր-Պետրոսյանը գովեց նրան, ասելով, որ համարձակ քայլ է արել։ Պարոն Սարգսյան, ես թվեցի 3 հոգու անուն, որոնք ամենաուղղակի ազդեցություն են ունեցել կապիտուլյանտի բարոյաքաղաքական սոցիալիզացիայի վրա։ Ըստ այսմ, դուք համաձայն եք այդ մտմանը, որ կապիտուլյանտն այս անձանց հոգեզավակն է, գլխավորությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, և եթե ոչ, ապա ինչու։ Հարցս կշարունակի Հայկական համալսարանի դասախոս Մանե Թաթուլյանը։ Բարև ձեզ, պարոն նախագահ, Մանե Թաթուլյան, Հայկական համալսարանի փիլիսոփայության դասախոս։ Հարցս հետևյալն է, հաշվի առնելով Փաշինյանի ակնհայտ հակահայկական, հակաարցախյան, հակաբանակյան տեսակետը եւ իր ընդհանրապես դիրքորոշումը, իդեպ ոնց որ դուք եք նշել, հենց դրա պատճառով ինքը հայտնվել էր ձեր տեսադաշտում, արդյոք հնարավոր չէ ձեռնարկել իրավական թե ուրիշ տեսակի քայլեր նրան չեզոքացնելու համար, օրինակի համար ամնիստիայից ոչ ազատելը կամ այլ ուրիշ տեսակ քայլեր։ Շնորհակալություն։ Սկսեմ նրանից այդ հոգեզավակի մասով, ես որքանով հիշում եմ, կարծեմ դուք եք տեղյակ եղնեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարիչին անվանել է, ինչա, խելապակաս, պատոհաս եւ այլն, արդյոք դուք համարում եք, որ նրանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը միանման են։ Ոչ։ Եթե մենք այդ կանխավարկածով ղեկավարվենք, այդ նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Հայաստանը դեմ էր, բայց տեսեք Ղարաբաղը մենակ կռվեց ու հաղթեց։ Այդպիսի տրամաբանություն ինձ դուր չի գալիս, կարծում եմ որոշակի այսպես տակը այլ աստար կա, որը ես չեմ կիսում։ Իհարկե, այսօրվա Հայաստանի կառավարիչը մի ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում։ Բայց Հայաստանի երկրորդ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահներն են եղել այդ թիմում։ Այսինքն բոլորին այսպես խառնել, ինչ որ մեկին վատաբանելու համար, ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, իրոք համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, և կարծում եմ ձեզ մոտ նաև հարց կառաջանա, բայց եթե այդպես էր, ինչու Հայաստանում դեռևս այն ժամանակ իշխանափոխություն տեղի ունեցավ։ Ցանկացած թիմում, ցանկացած նույնիսկ ընկերական շրջապատում լինում են հարցեր, որոնք ինչ-որ մի փուլում կարծիքները տարբերվում են։ Այնպես որ այդտեղ ոչ ողբերգություն կա, ոչ որևէ միտում կա, և այն ենթատեքստը, որ ինչ-որ մեկերի կողմից դրվում է այդպիսի հարցերի տակ, իրականությանը չեն համապատասխանում։ Ինչ վերաբերում է ամնիստիային, ապա ուզում եմ որպեսզի և դուք և բոլորը հասկանան, որ համաներումը դա անձնական ակտ չէ։ Դրա համար կոչվում է համաներում։ Այսինքն համաներում նշանակում է պետության կողմից կամ միջեցնել պատժաչափը, կամ մարդուն ներել և այլն։ 2008 թվականից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար։
հասարակությունը համերաշխ չէր, իսկ իմ խորին համոզմամբ հասարակական համերաշխությունը ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է, ոչ թե ամենակարևոր հանգամանքներից մեկը, այլ ամենակարևոր հանգամանքն է։ Ես կարծում եմ մեր հարց-պատասխանի ընթացքում կլինեն հարցեր եւ ես այդ թեզին նորից կանդրադառնամ։ Այսինքն ես ասեցի, թե որն էր այդ համաներման նպատակը։ Այսինքն այդպես կարծողները մտածում են երևի, թե երբ որ համաներում էին կիրառում, ապա պետք է ասեինք, իսկ համաներում հետևյալն է, այսքան պատժաչափ ունեցող եւ այնտեղ տարբեր պայմաններ կա, էլի։ Թե ասեինք SSS բացի Պողոս Պողոսյանից։ Ծիծաղելի է, չէ՞ դա։ Երևի դուք առաջնորդում եք այն կանխավարկածով, որ վերջի մի քանի ամիսների ընթացքում ինչ-որ մարդկանց կողմից տարածվում է այն գաղափարը, որ այսօրվա Հայաստանի կառավարիչին մենք նախապատրաստել ենք, չգիտեմ որ թվականից, որպեսզի 18 թվականին նրան իշխանություն հանձնենք, որպեսզի մի տարի հետո էլ նա իշխանությունը վերադարձնի մեզ, հա, բայց կներեք դա ուղղակի աբսուրդ է, աբսուրդ։ Էլ չեմ ասում, որ այսօրվա Հայաստանի կառավարիչը 2008 թվականից չի քաղաքականության մեջ։ Այնպես որ ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ ձեր կարծիքը փոխել, բայց բոլոր պարագաներում իմ կարծիքը այդպիսին է։ Առաջի մասը, առաջի հատվածը հարցին վերաբերվում էր հենց այն հանգամանքին, որ ինչպես դուք նշեցիք, Նիկոլ Փաշինյանը ակնհայտ հակահայկական, հակաքաղաքական, հակաարցախյան կներեք տեսակետներ արդեն 90-ական թվականներից, այսինքն ինքը բավականին երկար պատմություն էր այդ թեզերի եւ ինչու այդ ընթացքում քայլեր չձեռնարկվեցին։ Բա եթե ինքը այդ ժամանակվանից հակահայկական, հակաարցախյան տրամադրություններ ուներ, կարող է 18 թվականին ես եմ ասել Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսինքն ինքը ոչ թե այդ տրամադրությունները ուներ, այլ ինքը ամեն ինչում ընդդիմանում էր իշխանություններին։ Ամեն ինչում։ Կենցաղից սկսած մինչև ռազմական գործողություններ։ Բայց ինքը այդպիսի տրամադրություններով էր ամբողջովին տոգորված։ Բա ինչի 16 թվականի մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու։ Պատկերացնում եք, չէ՞։ Չէ, մի զարմացեք, հենց այդպես է, ապրիլյան պատերազմը տևել է 4 օր ապրիլի սկզբից, բայց իրենք գնացել են խրամատ փորելու մայիս ամսին։ Դրա համար եմ ես ասում, մայիսին մասնակցել են ապրիլյան պատերազմին։ Ուզում եմ ասել, որ չեմ կարող ասել այսօրվա Հայաստանի կառավարիչը այդպես ամբողջովին տոգորված էր պրոարցախյան տրամադրություններով։ Ոչ, իմ ասելիքը հետևյալն է։ Ինքը իր բազմաթիվ թիմակիցներ այնքան արատներ ունեն, այնքան արատավոր գործողություններ են արել բաց, որ լրացուցիչ բան վերագրելը չեմ կարծում, որ ավելի բացասական է դառնում նրա կերպարը։ Եթե կուզեք կարող եմ 100 այդպիսի բան թվարկել։